Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1200-րդ օրն է։ Ուկրաինայի զինված ուժերը հաջողությամբ փորձարկել են սեփական արտադրության նոր բալիստիկ հրթիռ ռազմի դաշտում, մոտ 300 կիլոմետր թռչելուց հետո այն հարվածել է ռուսական բանակի հրամանատարական կետին։ Այս մասին հայտնել են ուկրաինացի ռազմական փորձագետները առանց հրթիռի անունը նշելու։ Իդեպ գլխավոր շտաբը դեռևս ոչինչ չի հայտնել այս հրթիռի մասին։ Ինչ վերաբերում է մարտական պայմաններում հաջողությամբ կիրառված բալիստիկ հրթիռին, ապա փորձագետների կարծիքով այն կրում է ավելի քան 400 կիլոգրամանոց մարտագլխիկ։ Համեմատության համար նոր ամերիկյան անալոգները ունեն ընդամենը 90 կիլոգրամանոց մարտագլխիկ։ Հայտնի չէ, թե Ուկրաինան ամսական քանի նման հրթիռ կարող է արտադրել, այս տեղեկատվությունը գաղտնի է, սակայն փորձագետները նշում են, որ այս հզոր զենքի արտադրությունը պետք է հնարավորինս արագ ընդլայնվի։ Դա ինչ շնորհավորենք ուկրաինական ուժերին եւ սպասենք ավելի ուրախացնող մանրամասների։ SBU-ի Սարդոստայն օպերացիան հատկապես այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ն հաստատեց ոչնչացված ռուսական ինքնաթիռների թիվը 41 ինքնաթիռ էր խոցվել, այս թեման շարունակում է անհանգստություն առաջացնել ռուսական քարոզչության մոտ։ Նրանք անընդհատ քննարկում են ինչպես դա արեց Ուկրաինան, արդյոք դա իրոք Ուկրաինան էր, արդյոք Ուկրաինան նախապես տեղեկացրել էր գործընկերներին, մասնավորապես Ամերիկային իր գործողության մասին, թե ոչ։ Մեր լսարանի համար իհարկե նորություն չէ, որ Ուկրաինան ինքնուրույն է իրականացրել այդ օպերացիան, բայց ես ուզում եմ անդրադառնալ մի թեմայի, որը շատերը բաց են թողել, ենթադրելով, թե Ուկրաինան որևէ մեկին կարող է զգուշացնել։ Շատերն այսօր դեռ չեն գիտակցել, որ այս պատերազմի տարիների ընթացքում Ուկրաինան դարձել է ինքնիշխան եւ անկախ խաղացող, ով ինքն է որոշում երբ եւ ինչպես հարվածել ռուս օկուպանտներին։ Այսօր Ուկրաինան անկախ որոշումների ընդունման առումով մոտ է Իսրայելին, գերազանցում է նույնիսկ Թուրքիային, օրինակ Թուրքիան լինելով ՆԱՏՕ-ի անդամ, հաճախ հաշվարկում է քաղաքական կոնյունկտուրան, ավելի ճիշտ ստիպված է լինում հաշվի առնել քաղաքական կոնյունկտուրան, հատկապես Ամերիկայի եւ Եվրոպայի հետ հարաբերություններում, մինչդեռ Ուկրաինան չլինելով ՆԱՏՕ-ի անդամ, գործում է շատ ավելի անկախ, հաշվի առնելով լայնածավալ պատերազմի իրողությունները։ Եվրոպացի դաշնակիցները չեն առարկում Կիևի այս քաղաքականության դեմ, քանի որ գիտակցում են պատերազմի ամբողջ ծանրությունը ընկած է ուկրաինական ժողովրդի ուսերին, հենց այդ պատճառով հաճախ անհրաժեշտ է նույնիսկ ընկերներից թաքցնել գործողությունների կոնկրետ մանրամասները։ Ընդհանուր առմամբ Ուկրաինայի մտադրությունները հայտնի են դաշնակիցներին, չէ՞ որ հետախուզական տվյալները միասնական են բացի Ամերիկայի հետ վերջերս առաջացած որոշ վերապահումների, բայց կոնկրետ օպերացիաների մասին տեղեկացվում է գործողություններից հետո, այլ ոչ դրանից առաջ։ Ուկրաինան ոչ ոքից թույլատվություն հարցնելու կարիք չունի։ Արևմտյան գործընկերները հասկանում են, երբ պատերազմը անխուսափելի դարձավ, Ուկրաինան անելու է այն ամենը, որպեսզի հաղթի Ռուսաստանին, անկախ նրանից, թե ում է դա դուր գալիս, ում ոչ։ Շատերը դեռ թերագնահատում են Ուկրաինայի հնարավորությունները ասիմետրիկ պատերազմում, եկեք ասիմետրիկ հասկացողությունը հիշենք, որովհետև ուկրաինական կողմից հենց ասիմետրիկ պայքար է մղվում Ռուսաստանի դեմ, որովհետև նրանց բանակը մեր բանակից մի քանի անգամ մեծ է, բայց դա չի նշանակում, որ նրանք կարող են հաղթել։ Ուկրաինան արդեն ցույց է տվել, ինչպես դուրս մղեց ռուսական նավատորմը Սև ծովից, ել չասեմ 5 մարզերի ազատագրումը հենց 22 թվականին։ Այսօր ռուս նավաստիները գրեթե ցամաքային զորքեր են դարձել, երբեմն ընդամենը մի քանի ժամով դուրս են գալիս ծով, որպեսզի Ուկրաինան հրթիռակոծեն եւ արագ փախչեն դեպի ռուսական նավահանգիստ։ Ինչպես հիշում եք, Ղրիմից հիմնականում դուրս են եկել ռուսական նավատորմի նավերը։ Ռուսական նավատորմի այս գործունեությունը բացատրվում է նրանով, որ եթե փորձեն երկար մնալ ծովում, կարող են խոցվել ուկրաինական ծովային դրոնների կողմից։ Այժմ տեղի է ունենում նույն գործողությունը, միայն թե օդում։ Ուկրաինան դուրս է մղում Ռուսաստանին ոչ միայն իր օդային տարածքից, այլև Ռուսաստանի արևմտյան ռեգիոններից։ Այդ գործողությանը օգնում են ինչպես F-16-երը, այնպես էլ ֆրանսիական Միրաժները, բայց հիմնականում դրոններն են գործողության լոկոմոտիվը, եթե կարելի է այդպես ասել։ Այլ կերպ ասած, Ուկրաինան գործնականում ստեղծում է մահվան գոտի Ռուսաստանի համար հենց ռուսական օդում, եթե Պուտինի երազանքներ 25 կիլոմետրանոց այսպես կոչված սանիտարական գոտին Ուկրաինայի սահմաններից ներս, ապա Կիևը արդեն ստեղծել է մահվան գոտի Ռուսաստանի տարածքում ռազմաճակատից դեպի ռուսական խոր 45 կիլոմետր հեռավորությամբ գետնի վրա եւ փորձում է ստեղծել 1500 կիլոմետրանոց մահվան գոտի, ուր ռուսական ավիացիան այլևս մուտք չի կարող ունենալ։
առայժմ դեռ ռուսական ավիացիան թռչում է, հուսանք, որ ուկրաինական օդային մավանգոտին ստեղծելուց հետո ամբողջությամբ կվերահսկենք Ռուսաստանի արևմտյան օդային տարածքը։ Հենց այդ նպատակով հարվածներ են հասցվում եւ շարունակելու են հասցվել ինչպես ռուսական ավիաբազաներին, այնպես էլ ուղեկցող ենթակառուցվածքին։ Պատերազմի սկզբում Ուկրաինան զիջում էր Ռուսաստանի զորքի եւ զինատեսակների թվականակով, բայց հիմա Ռուսաստանը հարկադրված է զանգվածաբար գնել զենք եւ ներգրավել վարձկանների այլ երկրներից, իսկ Ուկրաինան իր զորքի մեծ մասը համալրում է սեփական մոբիլիզացիոն ռեսուրսներով։ Իհարկե կան նաեւ կամավորներ արևմուտքից եւ հետխորհրդային տարածքից, բելարուսներ, վրացիներ, ռուսներ, նույնիսկ ադրբեջանցիներ։ Եվ կռահելով, որ լսարանում կարող է հարց առաջանալ հայերի մասին, հստակ ասենք, որ ուկրաինական կողմում կռվող հայերը դրանք Ուկրաինայի քաղաքացիներ են, հիմնականում Ուկրաինայի քաղաքացիներ են, դեռ չկա այնպիսի մեծականակ հոսք հենց Հայաստանից կամ Սփյուռքից, որն առանձին գործոն դառնար։ Այո, տասնյակ հազարավոր հայեր կռվում են Ուկրաինայի համար, բայց որպես Ուկրաինայի քաղաքացի, ինչպես ին որդին։ Ցավոք սրտի, կոնկրետ Հայաստանից մենք դեռ չունենք նման մասնակցություն, որը համեմատելի կլինի թեկուզ Վրաստանի կամ Ադրբեջանի հետ։ Սա հայկական բանակին կարող էր օգնել ժամանակակից պատերազմի մանրամասներին տիրապետել, բայց դա հայաստանցիների որոշումն է, մենք այստեղից ոչ ոքի չենք կարող պարտադրել, բայց քանի որ սա այսօրվա եթերի մեր գլխավոր թեման չէ, պարզապես կանխատեսեցի հարցերն ու ցանկացա բացել մանրամասները։ Վերադառնալով զենքին, Ուկրաինան ի տարբերություն Ռուսաստանի այժմ արդեն ինքն է արտադրում իր զենքի գերակշիռ մասը, իսկ նոր ներդրված դանիական մոդելը ուկրաինական արտադրությունը արևմտյան գումարով մեծապես փոխհատուցում է այն փաստը, որ արևմուտքը չի հասցնում արտադրել բավարար քանակությամբ զենք Ուկրաինային մատակարարելու համար։ Այս մասին այսօր ավելի մանրամասն խոսել եմ մեր անալիտիկա ալիքում, անպայման դիտեք, այնտեղ քաղաքական կարևոր լուրեր կան։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում մարտերի թիվը ավելացել է, գրանցվել է 212 մարտական բախում, մարտական գործողությունները տարբեր ինտենսիվությամբ ընթանում են 13 ուղղություններով, ներառյալ Կուրսկի ուղղությունը։ Զավթիչները առաջխաղացում ունեն Սումիի մարզում, իսկ ուկրաինական ուժերը ունեն տակտիկական հաջողություններ Դոնբասում եւ Կուրսկի ուղղությամբ։ Ուկրաինայի ռազմական ուժերը Կուրսկի ուղղությամբ խոցել են ռուսական Սու-35 կործանիչ։ Ռուսաստանյան ռազմական լրագրողները խոճապի մեջ են Կուրսկի մարզի իրավիճակի պատճառով։ Նրանք ցանկանում էին օր առաջ հայտարարել մարզի ազատագրման մասին, եթե հիշում եք, Պուտինը երևի մի 4 անգամ արդեն ասել է իբր ազատագրել է, սակայն նրանք ստիպված են փաստել սեփական զորքերի շրջափակումը մի շարք տեղամասերում Կուրսկի մարզում, որտեղ բավական լարված իրավիճակ է։ Վերջին մեկ օրվա ընթացքում Կուրսկի մարզում գրանցվել է մոտ 40 ռազմական բախում։ Ուկրաինայի պաշտպանության ուժերի ավիացիան, հրթիռային զորքերը եւ հրետանին հարվածել են անձնակազմի, զենքի եւ ռազմական տեխնիկայի 22 կենտրոնացված վայրերի Ուկրաինայի ռազմաճակատում։ Ուկրաինայի զինված ուժերը նաև անցած 24 ժամվա ընթացքում ոչնչացրել են եւս 1120 ռուս օկուպանտի։ Լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր թշնամու ընդհանուր մարտական կորուստները Ուկրաինայի գլխավոր շտաբը գնահատում է 995,030 օկուպանտ։ Շատ երկարացնեմ մեր եթերը, շնորհակալ եմ, որ մեր հետ եք, խնդրում եմ այսօր եւս չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերները, ամառը իրոք շատ դժվար ժամանակաշրջան է YouTube-ի համար, ձեր օգնության կարիքը շատ ունենք, մաղթում եմ լավ շաբաթ երեկո մեր լսարանին, իսկ մենք ձեզ անպայման ամենակարևորի մասին կտեղեկացնենք մեր Telegram-յան ալիքում եւ վաղվա մեր եթերներում։ Մինչ նոր հանդիպում։